Մեր Տերը հավատարիմ է։ Եթե նշմարեցիք երկի մեջ գսե, ինչ որ պետք է ինձի գահայթայթես, բայց մենք գուզենք, որ Տերը մեր բոլոր փափակները հայթայթե։ Ոչ, ինչ որ պետք է անպայման պիտի դա։ Փառք ունենք, որ հավատարիմ Տեր ունենք, մենք ելևեջներ ունենք մեր կյանքերում մեջ, օրը գսիրենք զինքը, օրը մեկ կողմ գտնենք, չեն գսեր անշուշտ թուն մեկ կողմ գեցիր, չէ, մեր վարմունքով, մեր թիրքորոշումով այդպես գնենք, բայց ան հավատարիմ կմնա, հավատարիմ, փառք ունենք իրեն։ Մինչև այսօր մեզի հոսպերավ այս տարվա վերջին գիրագին հավատարիմ պիտի մնա, հարցը մենք մեր թիրքը ինչ է, ինչ ընտրություն հրացենք, մենք ալգուզենք հավատարիմ մնալ, երանի թե պատասխանը այո լա, միշտ հավատարիմ լանք։ Աստծո խոսքեն պիտի գարտամ Եփեսացոց նամակեն 5-րդ գլուխին 15 եւ 17 համարները, Եփեսացիս 5, 15-ն 17-ը։ Ուր արաքյալը գսե, ուստի նայեցեք, թե ինչպես զգուշությամբ պիտի քալեք, ոչ թե ամբիթներով ես, հապա իմաստուններով ես, ժամանակը ձախու արեք, վասնզի օրերս չարի են։ Անոր համար անմիտ մի ելլակ, հապա իմացեք, թե ինչ է Տերոջը գանքը։ Այսօր լավագույն նյութը, որը շուրջ գրնանք խորհրդածել, գարտացված հատվածին լույսին տակ ժամանակն է, որ անմտությամբ կործածելու չենք։ Այսօր այս տարվան վերջին գիրագին է, մի քանի օրեն նոր տարին պիտի թիմավորենք, հույսով պիտի թիմավորենք, ոչ վստահությամբ, որովհետև մեկը չի գիտեր մեկ ժամ ետքը ինչ պիտի լա։ Սակայն հույս ունենք, գոհուսանք և գմախտենք, որ ամեն բան լավ ընթանա։ Այս է այսօր ալ մարդոց մաղթանքը, իրարու լավ մաղթանքներ կփոխանակեն, կփոխանցեն, կործի հաջողություն, առողջություն, ինչս եմ, ամեն բան, ինչ որ մեր մաղթանքները գնենք, մեր անձին և շուրջը գտարնա, մեր անձին շուրջը գտարնա, և այս բնական է, մարդկորեն գխորինք և գուզենք, որ ասված մեզի լավն է և ամեն բան լավ ընթանա, ով չուզեր, որ առողջ լա, բոլորս ալ գուզենք, այնպես որ, բայց ցավալի երևույթը այն է, որ ասոնք կգործեն, թե ասված իրենց ձարան է, ուրեմն երբ գմախտեն այս լավ բաները, որ մեր անձին շուրջ գտարնա, մեր անձին համար է, անշուշտ մեր թրացիներուն համար, մեր բարեկամներուն համար, այնպես որ գուզենք, որ մեր փափակները գադարվին, և եթե անհաջելի բարակայի մեջ գտնվենք, անմիջապես սկսենք ուր ես թուն։ Մարդոց մեջ սխալ ըմբռնում մգա Աստուծո գործելագերբի մեջ, երանի թե մարդիկ օրեօր լավ հասկնան, որ ասված մեր ձարան չէ, երբ կգանչենք մեր փափակները գադարելու, հապա ասված Աստված է ամենակետ, ամենագարող և մենք զինքը գսիրենք, որտև ամեզ գսիր է, չեմ ուզեր նյութեն շեղիլ, բայց կուզեմ ասել, որ Աստված ալ մաղթանքներ գուղ է մեզի և պատկամ ունի մեզի փոխանցելիք, մինչ 5 տարին պիտի վերջացնենք, նոր տարիմը պիտի սկսենք, մի քանի օրեն։ Բողոս արաքյալ լավ մաղթանք մգնե Թեսաղոնիկեի եկեղեցին, գսե, և ինք խաղաղության ասվածը ցեզ բոլորովին սուրբն է, ու ցեր բոլոր հոգին և շունչը ու մարմինը անարատ բահվի, մինչև երբ, մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի քալուստը, 5:23։ Այնպես որ մեր մաղթանքները Աստված ալ գուղ է և ավելի մեր հոգին վրա, հոգին շուրջ գտարնա,
գուզե որ մենք առողջ չլանք, անարատ բահվի գսե, արակյալին մաղթանքը, հոգին, շունչը, մեր հոգևոր ընդունակություններն են ասոնք, մեր միտքը, մաքուրը լավ, մեր խիղճը, մեր զգացումները, մեր գամքը, շիդակ որոշումներ առնենք, ուրեմն այս մաղթանքը գուղե արակյալը, մինչև Տեր Հիսուսի քալուստը։ Գուզեմ այս առավոտ ժամանակի մասին խոսիլ եւ առաջին ճշմարտությունը զոր գուզեմ շեշտել, որ Աստծո խոսնա լայն ծավալի վրա գխոսի, թե կյանքը գարջ է։ Մարդը քիչ դարիներ պիտի ապրի եւ թողե այս աշխարհը ու հավիտենականության անցնի։ Աստծո խոսքը գսե թե մարդուն կյանքը 70 տարի է։ Եթե մարզանքի գերտ հատուկ մարզանքներու 10 մնալ ավելցուր։ Եթե հատուկ վիտամիններ գարնե եւ քիչ խելքը բան է հավասարգշրված է չսելու համար դուրս ելած է, միայն օրգանիկ կուդե, օքեյ, ավելցուր 100 տարի։ Ետքը ամեն բան հոս թողելով հավիտենականության պիտացնի։ Թեև կյանքը գարջ է, սակայն արժեքավոր է։ Մեծ արժեք ունի այս կյանքը, գարջ կյանքը։ Այս կյանքի մեջ պիտի որոշենք մեր հավիտենականությունը, թե գուզենք Տերոջը հետ անցնելու կամ անգեհերու ըլլալու։ Անոր համար այս գարջ կյանքը որքան որ մեզի ժամանակ կընծայե, շիդակ կերպով կործածելու ենք։ Ոչ անմիտներու, այլ իմաստուններու պես։ Մեր նույնտանալ այս է։ Աստծո խոսքեն ժամանակի մասին մի քանի դեղեր է պիտի գարտամ, դեսնելու համար թե ինչ կուսուցանե Աստծո խոսքը։ 5 դագարանեն առաջին մնացորդած 29-15-ի մեջ հետևյալը կգարտանք։ Վասնզի մենք քո առջևդ մեր բոլոր հայրերուն պես օդարականներ ու բանթուղթներ ենք, երկրի վրա մեր օրերը շուքի պես են ու մնայուն փամը չգա։ Այդ շրջանին, այդ ժամանակաշրջանին օդարականը ստացվածքներ չուներ, ուր որ երթար որոշ ժամանակի համար էր։ Պետրոս առաքյալ ևս գսե սիրելիներ, գաղաչեմ բանթուղթներու եւ օդարականներու պես մեկտի գեցեք մարմնավոր ցանկությունները։ Այնպես որ կարծեք դերը սել գուզե թուն հոս հյուր մնես փամը չունիս որ վրա գրնաս ապավինիլ փամը որ ամփոփոխ է գրնաս վստահիլ ամեն բան փոփոխական է Աստուծո պատկամ այս է մարդուն ինչ որ քիչ առաջալ գարտացինք միգուցե շատեր նոր դարին սուքո պիտի թիմավորեն չեն գիտեր քանի որ իրենց սիրելները մեկը հավիտենականության պիտանցնի միլիարավոր մարդոց մեջ աշխարհի դարբեր գողմերու մեջ չեն գիտեր գարտացինք հոս քիչ առաջ թե երկրի վրա մեր օրերը շուքի պես են եւ հետեւյալ խոսքը գարժե նշмарել մնայուն փամը չգա Փնակիրը գսե ապավինելու դեղ մչգա ապավինելու հաստատուն փամը չգա որու գարենաս ապավինել միակ հաստատուն փանը այս փոփոխական աշխարհի մեջ անփոփոխ Քրիստոս է ուրիշ փամը չէ եւ անոր միջոցով Աստուծո հետ հարաբերությունն է որ մեզ նաև օրհնված կբահե այս փոփոխական աշխարհի մեջ, որտեղ անփոփոխ Քրիստոս մեր
ապավենն է։ Հոբ իրանցյալը գիշե եւ 9-րդ գլուխին 25-րդ համարի մեջ գսե. Արդ իմ օրերս սուրհանթագեն արաքեն, փախան ու փարություն չդեսան։ Այն ադեմ պատգամապերները ցիով գսուրային, հոբ ըսել գուզե, գյանքը ցիով սուրացող պատգամապերին արաք է, անգյալ արաք է, հոբի գյանքի մեջ ժամանակ մգար, որ ամեն պա լավ գնթանար, ջոխության մեջ, արադության մեջ, գարտացեք հոբ առաջին գլուխը, իր ունեցածներ հոն գնագարակրվի, ամեն պան, թե հոգեբես, թե նյութաբես, ֆիզիկաբես, սակայն դեղ մի եկավ, այդ լավ վիճակը փոխվեցավ ամեն բան գործընծնելով եւ անհաջելի վիճակի մատնվեցավ։ Իրապես փոփոխական աշխարհի մեջ գաբրինք։ Լավ պետք է ըմբռնենք սիրելիներ, թե մեր սրտերը այս աշխարհի վրա եղած բաներուն պետք չէ գապվի։ Գունենանք, գվայելենք, փառք ուտանք Աստուծո, բայց սիրտը, մեր խելքը, միտքը, մեր զգացումները, մեր ամեն էությունը անոնց վրա գարչի, իրավ չարժեր, հաբա միայն անփոփոխ Քրիստոսի, անոր բոլոր խոստումները անփոփոխ են, եւ հաստատուն են, Դավիթ գսե, ահա իմ օրերս թիզերու չափթիր, ու իմ կյանքս ոչինչի պես է քո առջևդ։ Իրավ ամեն մարդև հաստատված ըլլա, բայց բոլորովին ունայնություն է։ Սաղմոս 39:5։ Մարդը նույնիսկ հաստատված ըլլա։ Ինչ կնշանակի հաստատված, այսինքն անոր մեկը չգրնար շարժել, զորավոր է հաստատված։ Սաղմոս 2 գսե, այդալ ունայնություն է։ Այսինքն իրավ չէ, սուդ է, որովհետև փոփոխական աշխարհի մեջ կապրինք, ամեն բան կփոխվի։ Չեմ գիտեր, եթե լսած եք աշխարհի հույն մեծահարուստները մեկը Օնասիս անունով դասնյակ հսկա նավեր ուներ այս մարդը։ Օլիմպիկի օթոնավի ընկերության սեփականադերն էր։ Իր սեփական գղզին ուներ, սկորպիո, սեփական իր գղզին է, անձնական։ Ուզածը գրնարն էլ։ Բոլորն ալ գսեին այդ ժամանակին, որ մեկը չի գրնար շարժել այս մարդուն, հաստատված էր։ Օնասին առաջին գինը Մարիա Քալաս անունով աշխարհահռչակ երգչուհին էր եւ երկրորդ գինը նախագահ Քենեդիին քույրն էր։ Այս մարդը 53 տարեկանին մեռավ։ Առաջին գինը, որ մե երկու բզդիկներ ունեցավ, 45 տարեկանին մեռավ։ Քրիստինեն իր աղջիկը 38 տարեկանին մեռավ։ Դղան Ալեքսանդրոս 25 տարեկանին մեռավ։ Բոլոր ընտանիքը արագ կերպով քացին։ Կյանքերին շուքի պես էր։ Ըստ երևույթին հաստատված մարդ մներ։ Մեկը չեր գնար շարժել, սակայն Աստուծո խոսքը գսե հաստատված մարդ չկա, ունայնություն է։ Աստուծո մարդը հաստատված է, քանի որ անոր կյանքը անփոփոխ Քրիստոսի վրա հիմնված է, գառուցված է։ Անոր հոգի մեջ կթակավոր է անփոփոխ Քրիստոս։ Ամիտ մտածումներ կան, որ մարդիկ կմտածեն եւ իրենց արժեքավոր կյանքը անիբաստ կդարձնեն։ Դժբախտաբար հավատացյալներ ալգան այս տասագարքին։ Աստված այսօր այս վերջին գիրակին մասնավոր պատկամ ունի բոլորիս, որ այս եկող դարին ամիտ մտածումներ չունենանք,
Եվ ժամանակը ունայն բաներու չվատնենք, հոս գարտացինք Պողոս Արաքյալին, իմաստուններու պես կսե, ըսկուշությամբ կալենք, ոչ թե անմիտներու պես, ժամանակը ծախու առնելով։ Ինչեր են այն անմիտ մտածումները զոր դերը գսկուշացն է մեզի։ Այս ուղղությամբ ուզեմ խոսիլ։ Անմիտ մտածումներու մասին։ Առաջին Արագած 27:1 Վաղվան համար մի բարձիր, վասնզի չես գիտեր թե օրը ինչ պիտի ծնանի։ Մարդիկ զարմանալի գոյություն չունեցող բաներով կբարձին։ Վաղվան համար մի բարձիր։ Վաղը գոյություն ունի։ Ուր է վաղը, ով կրնա ցուցունել վաղը, ուր է վաղը, ուր է։ Գոյություն չունի վաղը։ Վաղը չի կա։ Ոչ թե վաղվան համար չի ծրագրենք։ Ըսկուշ։ Ոմաց հետ կխոսիս, կարծես չինարեն կխոսիս, հայերեն կխոսին։ Վաղվան համար չի ծրագրել չէ հարցը։ Աստված ծրագրող Աստված է։ Մենք եկող դարվան համար ալ կծրագրենք, 10 դարվա համար ալ կծրագրենք։ Հարցը ծրագրի մասին չէ, ծրագրելու մասին չէ։ Հաբա բարձենալին մեջն է։ Ինչ է բարձենալը։ Ինքնահավանություն, հբարդության զգացումներ կան, փառք եւ բադիվ կա։ Գբարձենան։ Մարդիկ իրենց չրած կորձը միտքերն մեջ գերեվագայեն եւ գսեն վաղը այսպես պիտնեմ, այնպես պիտնեմ եւ այլն, ես պիտնեմ, ես։ Աստված մեկ կողմ, ես պիտնեմ, ես ամեն բան, ես կրնամնել, ուզած ադենս կրնամնել։ Ասիգա անբդություն է, անբդություն։ Հաբա իմաստուններու պես ըսելու ենք, դեր քուգամքը թողնլա, ինչպես որ երկեցինք, քուգամքը թողնլա։ Մենք կծրագրենք, կալ դարվա համար, մուս դարվա համար կծրագրենք, սագայն գսենք, ով դեր քուգամքը թողնլա, չեմ գիտեր եթե տուն հոժար ես, քեդինը պատրաստ է, քուգամքը թողնլա, քեդինը պատրաստ է, ես կուզեմ գիտնալ եթե քուգամքը դե։ Ուրեմն այս է իմաստուն երբը եւ ոչ թե բարձենալ վաղվան համար։ Եսայա 56:12 մեջ գսե հոնդեղը եկեք քինի փերեմ ու ցկիով օղիով ալկոլով արփենանք վաղնալ այսօրվան պես ու ավելի արատ պիտի լա։ Այդ շրջանին մարդիկ գտնվեցան, որ գսեին եկեք խմենք հիմա, բայց վաղնալ, վաղքոյություն չունի, վաղվա համարալ, նույն անբդությունը, վաղնալ այսպես կնենք եւ այլն։ Ասիգա անբդություն է, վաղվան համար մի բդացեր, մի բարձենալ եւ ոչ թե մի մտածել, մի բարձենալ։ Ինչ որ գծրակրես, կնա Աստուծո դար, ըսե ով դեր քուգամ կդե։ Ես այսպես կխորիմ, բայց կուզեմ քուգամ կդլա, քու միտքը ինչ է։ Երկրորդ ուրիշ անբդությունը Ղուգաս 12-ի մեջ կգարտանք, 18-19 միան պիտի գարտամ։ Եվ սավ մեզի ծանոթ արակ մնե, մարդ մը զայսնեմ, իմ ամպարներս կագեմ, ու ալ ավելի մեջ շինեմ, և հո ժողվեմ իմ բոլոր փերքերս ու բարիքներս, և իմ անձիս ըսեմ, ով անձս, շատ բարիքներ ունիս, շատ դարիներու համար ժողված, հանք չէ, գեր, խմե և ուրախ եղիր։ Այս մարդը ամիտ մտածելակերպ ուներ։ Դերը գսկուշացն է այս կերպ մտածել է։ Այս մարդը կորձին առնչությամբ կմտածեր, որ դարիներու համար ինչպես ժողվեմ և այդպես ալ ըրավ,
Երևի հարևանին հողեր արավ, դարաստեր արավ, ամփարները ժողովեց, ապնակները մեջ դրավ եւ ըսավ ով իմանցս։ Եր ուրախ եղիր, շատ բարիկներ ունես, շատ տարիներ համար։ Աստված գսե կյանքը շոքի նման է, գարջ է, ինք գսե ոչ գսխալիստուն, շատ տարիներ ունի, շատ տարիներ համար, գբարձենար, այն բաներով զոր պիտի ըներ քալիք տարիներում մեջ։ Աստված ասավ, կյանքդ միջև հոս վերջացավ, հոս գվերջան։ Այս մարդը ասի օրինակ մնե, որ գրնակ նաև դարբեր մտածել, այս մարդը գրնար մտածել դարբեր, օրինակի համար, եթե շնորհակալություն հայտներ իր ունեցածին համար, Փառք տար Աստուծո իր բայլած բարիկներուն համար, շնորհակալություն հայտներ եւ ասեր, ով դեր առաջնորդ է ինձի, քու դված այս բարիկները կուզեմ բաժնեկցին ուրիշներուն հետ, թերևս իր կյանքը ավելի երկար պիտի դեվեր։ Աստուծո կամքն է գսե Աստված մեզի բարի կորձերու համար ստեղծած է։ Աստված մեր արչև թուրեր գփանա, որ բարիկներն ենք, բայց երբ մեկը չուզերն էլ Ինչպես այս մարդը իր անձին համար Աստված ասավ վերջացավ քու կորձը, քու կյանքը։ Ուրեմն, եթե մարդը դարբեր մտածե, այո, Աստված պիտի շարունակե իր կյանքին միջոցով փառավորվի։ Որովհետև չրավ այդպես իր անձին համար մտածեց միայն։ Աստված ասավ այս գիշեր քու հոգիդ քեզ մե գբանչվի։ Այդ քու բոլոր պատրաստած բաները որո համար են, որո համար։ Ուրեմն այդ պատրաստած բաները պետք է կործածես ուրիշներուն համար։ Աստված դեր այս արագով այդ ըսել գուզե։ Թուն այդ կային բարիկները իր վերջացավ կյանքդ, անոնք որո համար էր։ Ողջ եղածածները կործածե Կորձածե Աստծո փառքին համար, ուրիշներուն համար, եւ դեր ավելիով մի օրտներ մարդուն։ Ուրեմն վաղվան համար մի բարձիր, բոլոր ծրագիրները Աստծո դար, ըսեով դեր այսօրալ, այս տարիալ կյանք տվիր, եկող տարիալ, եթե կյանք տաս, այդ կյանքը գուզեմ, որ բիդանի կյանք մլա, օգտակար կյանք մլա, ինչ որ դված ես ինձի, գուզեմ շուրջիներուսալ, օգտակար դառնալ։ Երրորդ ուրիշ անմտությունը զորբեք չանենք, այսալ գվերապերի բոլոր անոնց, որոնք իրենց փրկությունը գեհդացկեն։ Կորց կարակելոց 24-րդ գլուխի մեջ հոնգը տեսնենք 25-րդ համարը պիտի գարտամ Փելիքսին արչե Բողոս Արաքյալ գխոսի փրկության մասին ու երբ անիգա արդարության Փելիքս գայսրը գլսե արդարության ու ժուժգալության եւ քալու թադաստանի վրայով գխոսեր Փելիքս զարհուրելով պատասխան տվավ թունի մաքնա ու երբ ժամանակ ունենամ ես քեզ նորեն կգանչեմ բայց ավաղ հաջորդ տարին մեռավ Բողոս Արաքյալ Փելիքս Գուսագալին փրկության մասին գխոսեր Գուսագալը Բողոսի խոսքերը զարհուրելով գլսեր այսինքն գծնցվեր զգայացուց խոսքեր գլսեր ամբողջ իր էությունը գծնցվեր լսած խոսքեր այնքան աստեցիկ էին որան սարսափեցավ սակայն իր փրկությունը հետացկեց Այսօր չէ, վաղը, ինչ որ շատեր գնեն, ինչ մեծ անմտություն, այս տարի բոլոր աշխարհի մեջ քանի հոգիներ փրկության պատգամը լսեցին եւ սակայն հետացկեցին եւ աչքերնին փակելով անցան հավիտենականության, ինչ մեծ ողբերգություն է ասիկա Ինչպես որ Փելիքս եւ անոր նմանները փրկությունը գեհդացկեն։ Փրկվողներուն ալ
այսալ մեզի գվերապերի իրենց նվիրումը գեդացիկեն այսալ ամբդություն է գսեմ վաղ հիմա չէ հիմա շատ սպաղեմ հիմա նայր եթե ամիսը մեկ եկեղեցի կամ լավ է ադիգա այնպես որ շատ բաներ մի բան չեր ինձ մե ասանք թողերտա գնայինք ավելի նվիրվիր ավելի դերոջը մոտ կյանք մը ունեցիր չէ հիմա շատ սպաղեմ ընելիք շատ կորձեր ունիմ ուրեմն այս եկող դարին այս ամբդությունը չնենք ինչպես որ մենք երբեմն անաբաշխար մարդոց թադաբարդել չէ այն հոգիով գնայինք նայր ամմիտ մարդը իր աբաշխարությունը հետացկեց մեր անձերուն նայինք և մենք մեզի ասենք ամմիտ նվիրումը հետացկեցիր գրնայր ավելի դերոջը նվիրված ապրիլ այնպես որ այս ամբդությունն ալ չնենք եկող դարվա մեջ Բողոս Սարակյալ հետևյալ խրադը գուտա քրիստոնյաներում Փոխադարձ ընթերցանության մեջ ալ գարտացինք Արդ գաղաչեմ ցեզի եղբայրներ եւ քույրեր որ ծեր մարմինները ընձայեք նվիրում է աս գենթանի զոհը ողջ նվիրումը դերոջը մեր ամբողջ էությունը որ հաջելի դրամապանական մեր ճշտոնն է ադիգա մեր բարդականությունն է Հռոմայացիս 12:1-2 Ուրիշ ամբդությունը որ բեք չենենք այդալ Հակոբոս քիրքի մեջ կգարտանք Հակոբոս 4:13-ին 14 Հիմա մտի գրեք դուք որ գսեք այսօր գանվաղ երթանք այս անուն քաղաքը ու հոն դարի մը գենանք և արուդուր անենք ու վաստգինք Թուք որ վաղը չեք գիտեր քանզի ինչ է ծեր կյանքը հիրավի շոքի մնե որ քիչ մադեն գերևնա ու ետքը գոչնչանա անոր դեղը սելու եք եթե դերը գամենա ու աբրինք այս գամ այն բանը ընենք հոս օրինակը քաղաք մի երթալ է բայց պայման չէ քաղաք երթալ լան պայման մեզի համար հաբա ինչ որ են այդ ըսենք եթե դերը գամի այստեղը մարդիկ քաղաք երթանք թրամ թիզենք այսնենք մարդ արարածը թրամ թիզելու մասին շատ ավոր գմդածե գծրակրե թրամ թիզել սխալ չէ երբեք սխալ չէ այդ թրամ թիզելու փափակ ունենալ եւ խելքը միտքը միայն թրամ թիզել դեհոն է տշպախտությունը երբ մարդը ամեն բան երեսի վրա գցիկե ամեն բան եւ գերտա թրամ թիզելու մասին մենք պիտի թիզենք թրամ հավասարշռված կյանք ապրելու համար եւ ոչ թե պիտի ապրենք թիզելու համար Իրավ հարցուր տուն քեզի ինչու համար գաբրիս թիզելու համար անոր համար գաբրիս նպատակդ այդ է թե ոչ գթիզենք ապրելու համար հավասարշռված եւ ոչ թե գաբրինք նպատակ ունենալով միայն թիզել քրիստոնյան երկինքը քանց թիզելու է Այդ ուղղությամբ ալ խելքը լավ կործածելու է Հիսուս չսավ ծեր կանցերը երկինքը թիզեցեք նյութական հարցերու մեջ աղվոր հաշիվներ գնեմ մարդիկ վայ դասը սենց մի գործընծնեմ ճիշտ նույնպես սխալ չէ լավ է ճիշտ նույնպես հոգևոր մեր կյանքի մեջ ալ ասպես մեր խելքը լավ կործածենք Այնպես որ գիտակցելով որ ամեն բան հոսպիտի ցկենք մեր հոգևոր կյանքին վրա աշխատենք շատեր գվազեն յետքը գանտրատարնան որ ամեն բան փուջեր
60 տարիներ գվազեն, գաշխատին, գթիզեն, բայց ետքը ամեն բան հոսցկելով գմեկնին։ Աստուծո թագավորության համար որքան թիզեցիր։ Էլմաջան 130-րդ երգը գսե Մահեն չէ որ գվարանիմ, զի Հիսուս գփրգեզիս, սակայն բարապ այս ցերքերնիմ մթակնեն փայլ երես։ Այս բարապ ցերքերն է, մահեն չեմ վախտար։ Հիվանդ եղբայր մգար Հունաստանի մեջ, մահամերձ վիճակի մեջ էր, հովիվը զինքայցելեց, հիվանդը լավ գիտեր, որ երթալիք էր։ Հովիվը շատ զարմացավ, երբ տեսավ իր դխուր թեմքը։ Եվ ասավ, ինչու այսպես դխուր ես։ Ասավ, երկար տարիներ եկեղեցիկացի, եկա դունարի, երկրորդ դունարի, բայց դերոջ համար փամը ըրած չեմ։ Ձերության հասնել են ետք հասկացավ ժամանակին արժեքը, հոն հասկացավ անգողինի մեջ, սակայն ամեն բան վերջացած էր այս մարդուն համար, ինչ պիտի անե։ Հովիվը չանած մխիթարել, բայց իզուր մարդը դխուր էր, ըսավ միակ բանը որ գրնասնել, ներողություն խնդրես ամմդությանդ համար, դերը պատրաստ է ներելու, ուրիշ ինչ կրնարնելու։ Եվ աղոթեցին միասին, ներում խնդրեց, այո դերը պիտի ները գասկած չգա, բայց մեր ցերքերը բարապ վեր պիտելենք, որ մեկը գնդրես լեցուն ցերքերով, այնպես որ թուն այդ բահվա մի սպասեր, հիմա գվազես, կործե, ինչ որ ունիս, դերոչը համար կործե, բարապ ցերքերով, դերոչը կով չերտանք, երանի թե այս եղող դարվա մեջ, անմիտ մտածելակերպեր չունենանք և մեր անձին համար չապրինք, մեր ուխտերը նորոգենք և մեր սիրտը միայն Քրիստոսի վրա գարչածլա, որբեսի այն ադենալ մեր խելքը միտքը հոգևոր բաներու վրայալ աշխատցնել և ամոթով չմնանք, երբ դերոջը առջև կգելանք։ Հապա Բողոս Արաքյալի բեսսենք, Փարի բادرազմը բادرազմեցա, հավատքս պահեցի, այո, ընթացքս կատարեցի, և հիմա դերոջը առջև, լեցուն ցերքերով պիտի գնամ։ Այո, ոչ ամմիտներով ես, հապա իմաստուններով ես ապրինք։ Դերը դա, որ այս խոսքերը մեր սրդերու մեջ դեղ գտնեն և ոչ թե մեր ագանչը մեկ է մտնեն, բույսեն թուրսել է։ Խորինք այս ճշմարտություններով։ Չես հավատար, որ կյանքը շոքի նման է, ատքային ամմիտ գարելի է, շոքի է, շոքի, ինչպես անցավ 2026 պիտի մտնենք, 25 ինչպես անցավ, դարիները ինչպես անցավ, այնպես որ ուխտըտ նորոք է, սե ով դեր, ես կուզեմ ամփոխչությամբ քեզի նվիրվել և ինչ որ դված ես ինձի, կուզեմ քուփարքիդ համար կործածել, ասված ձեզ արադապես օրհնե, ամեն։ Շնորհակալ ենք այս կարևոր պատգամին համար, նաև մաղթանքս է, որ այս եկող 2026 տարին մեզ ամեն մեկուս նպատակագետը ըլլա հոգիմը շահիլ Տեր Հիսուս Քրիստոսի համար եւ այս կլա միայն մեր ապրած կյանքին վկայությունով եւ արժանանանք այն թակե համարին, որ գտնվի Մատթեոս 25-21-ի մեջ կսե ապրիս բարի հավատարիմ ծառա,
Թուն որ քիչ բանի մեջ հավատարիմ եղար, քեզ շատ բաներու վրա պիտի գեցնեմ, մդիր քու դերոջդ ուրախությանը մեջ։ Ինչպես Արա եղբայրը հիշեց 130-րդ երգը, երկենք այդ երգը, որուն վերջին դունը ոտքի եւ հովիվին աղոթքով պիտի փագենք։ Պետք է բարապ ցերքով ելեմ փրչիս արչև ամոթով։ Պետք է բարապ ցերքով ելեմ փրչիս արչև թանկագին, օրմիս կանոր ծառայաչեմ Parperačem anunin. Պետք է բարապ ցերքով ելեմ փրչիս արչև ամոթով, հոգի մանկամ ես շաչեմ ողջունելու զայն անով, մահեն չէ որ գվարանիմ Հիսուս կպրգեզիս, սագայն բարապ այս երգերնիմ նթակնեն փայլ երեսիս, պետք է բարապ ցերքով ելեմ փրչիս արչև ամոթով, հոգի մանկամ ես շաչեմ ողջունելու զայն անով, դարիներս մեղքով պատված ուրեր ինձ ետ դրվեին, հանցնեի բիտ փրչիս սերած հետևեի իր գամքին, պետք է բարապ ցերքով ելեմ փրչիս արչև ամոթով, հոգի մանկամ ես շաչեմ ողջունելու զայն անով, արթնցեք դուք ով սուրբերա, կործեցեք մինչև ծորեք, քանի հասած չեն գիշերմա հոգիներ դուք շահեցեք, պետք է բարապ ցերքով ելեմ փրչիս արչև ամոթով, հոգի մանկամ ես շաչեմ ողջունելու զայն անով։ Ով դեր փառքուդան քեզի, շնորհակալություն հոգիով քո առջևդ գեցած ենք, փառքուդան քո բարիկներուդ, օրհնություններուն համար, որոնք դեր արադորեն գվայլենք։ Օգնե մեզի, որ մենք ալ փոխարինենք մեր սերը, մեր նվիրումը քեզի անտեպ, գիտակցենք թե բարդական ենք քեզի եւ ապրիկ այն կյանքը, որ թուն գագնգալես, բդղափեր դառնա, գաղոթեմ դեր յուրաքանչյուրիս ընդիր անոթներն ես, հոժարինք բոլորովին քեզի նվիրվելու եւ քու փառքիդ համար ապրելու, այս ուղղությամբ բոլորի շնորհքն ես, փառքիդ համար գխնդրենք, ամեն։ Ամեն։
Thank